Հարգելի հեռուստատողներ, հեռանկար այսօր հյուրընկալել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանին, բարև ձեզ, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալություն։ Սկսենք վերջին օրերի իրադարձություններից, մասնավորապես Միացյալ Էմիրություններում տեղի ունեցածից, որտեղ հանդիպում եղավ Փաշինյան-Ալիև, նաև այդ զայդ մրցանակաբաշխությունը, սկզբում հանդիպման մասին խոսենք, մենք Ալիև-Փաշինյան հանդիպմանը ինչ-որ կարևոր ազդակներ լսեցինք։ Դե կարծում եմ ուղղակի արտահայտվեց, որ գործընթացը շարունակվում է եւ իմ կարծիքով զգալիորեն այդ հանդիպման հիմնական հասցեատերը եղել է ԱՄՆ-ի նախագահ, որը ուզում է համոզված լինել, որ բանակցային գործընթացները, որտեղ ինքը մասնակցում է, շարունակում են եւ այդ թվում եւ հատկապես հայ-ադրբեջանականը, որովհետեւ ուրիշ գործընթացներում ակնհայտ խնդիրներ գրանցվում են, հատկապես ռուս-ուկրաինական գործընթացում եւ իսրայելա-պաղեստինյան գործընթացում։ Ես ուզում եմ Ալիևի խոսքերից կարճ դրվագ մեջ բերել, վերջին 6 ամիսները եղել են գործընկերության, համագործակցության երկաժամկետ եւ կայուն խաղաղության ուղղությամբ առաջընթացի ամիսներ, այսինքն սա ընդհանրապես Թրամփին ինչ-որ հաճախանալու խոսքեր էին Ալիևի կողմից։ Իհարկե, եթե Ալիևը լուրջ մտադրություն ունենա Հայաստանի հետ խաղաղություն հաստատի, ապա ինքը առանց որևէ պայմանների սահմաններ կբացի, մարդկանց հետ կթողնի իրենց տները, բաց կթողնի հայ գերիներին, այսօր ոնց որ նոր վճիռ կայացվեց դատապարտող հայգերիներին, այդ թվում ցմահ ազատազրկումով, բացի այդ նա ռազմական բյուջետ չի մեծացնի եւ այլն, բայց այս պայդրությամբ, քանի որ անցած տարվա դեկտեմբերից ԱՄՆ-ի կոնգրեսում քննարկվում է 907-րդ ուղղման չեղարկումը եւ այսպիսով Ադրբեջանից, այսպես ասած, շատ փոքր, բայց պատժամիջոցների հանումը, Ադրբեջանը շատ մտադիր է, որպեսզի բարիդրացիությունը ցույց տա եւ ցույց է տալիս, ահա մենք մատակարարել ենք նավթը կամ բենզին ավելի ճիշտ Հայաստան եւ այսպիսով եկեք արդեն հանեք այս 907-րդ ուղումը եւ այդ գործընթացը շարունակում է եւ Ալիևին շատ կարեւոր է դա մինչեւ վերջ հասցնել։ Այսինքն մինչև ուր։ Մինչև չեղարկվի այդ 907-րդ ուղումը եւ մինչև ԱՄՆ-ն սկսի Ադրբեջանին արդյունքում ռազմական աջակցություն ցուցաբերել եւ ռազմական մատակարարում ցուցաբերել, դա է Ադրբեջանի նպատակը։ Դա արգելում է այդ 907-րդ ուղումը, որովհետեւ 92 թվականին Ադրբեջանը սկսել է ռազմական ագրեսիա եւ այդ պատճառով կոնգրեսում ընդունվել է։ Եվ հիմա Ալիևը ասում է, որ արդեն հակամարտությունը լուծված է եւ հենց այդ պատճառով ակտիվացրել է այսպիսի ցուցադրական քայլեր։ Բայց նույնիսկ եմ ասում, դրանք բովանդակային չեն։ Ձեր այդ ասած մինչև վերջից հետո, այսինքն հնարավոր է նոր կոնֆրոնտացիա, նոր ռազմական ակտիվացում Ադրբեջանի կողմից։ Ոչ այս պայդրությամբ, բայց երկարաժամկետ բոլոր վտանգները, որոնք եղել են, շարունակում են մնալ արդիական եւ կշարունակեն նաեւ մոտակա հեռանկարում։ Իսկ Միացյալ Նահանգները, իդեմս վարչակազմի, Թրամփի չի գիտակցում Ալիևի այս նպատակները։ Միանշանակ, որովհետև Թրամփը այս պայդրությամբ այդ խնդիրը չի լուծում, որ երկարատև խաղաղությունը հաստատի, Թրամփը ունի նոյեմբերին ընտրությունների խնդիր եւ պետք է մինչեւ այդ նոյեմբերը հասցնի ինչ-որ հաջողությունների փաթեթ ձևավորել եւ քանի որ մի քանի գործընթացում նա հաջողություն չունեցավ, հատկապես ռուս-ուկրաինական ճակատում եւ որոշ այլ ուղղություններում, այդ թվում նաեւ ներքաղաքական, հիմա ինքը փորձում է արտաքին քաղաքական ասպարեզում ակտիվություն ցուցաբերել, մենք տեսանք Վենեսուելա, մենք հիմա ականատես ենք ԱՄՆ-Իրան լարվածության եւ այդ դաշտերում Թրամփը փորձում է կոմպենսացնել եւ Թրամփի խնդիրը մինչեւ 2026 թվականի նոյեմբերը ամեն ինչը բարեհաջող անցնի, հետո արդեն կերևա այդպես։ Այսինքն ըստ ձեզ Հայաստանը կամ Հայաստան-Ադրբեջան այս հարաբերությունները Թրամփի համար ինչ-որ գործիք են սեփական շահերի համար։ Այո, իմ կարծիքով Թրամփը ընդհանրապես այս բանակցություններում մասնակցող երեք կողմն էլ ամեն մեկը իր շահեր ունի եւ Թրամփը հենց իր շահը ունի, ինքը ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի շահերի մասին է մտածում, այլ ԱՄՆ-ի եւ անձամբ իր շահերի մասին, ինչպես որ ցանկացած վերնախավը կամ ցանկացած էլիտան իր շահերի մասին է մտածում եւ նաեւ իր պետության մասին։ Այսինքն առ ոչինչ է նաեւ TRIP նախագիծը, այն բոլոր նախաձեռնությունները, որոնք Հայաստանի տարածքում լինելու են եւ իդեպ նաեւ արդեն մասնագետների խումբ է եկել Հայաստան TRIP-ի ծրագրի հետ կապված, որոնք տեղանքի զննման աշխատանքներ են իրականացնում, այսինքն սրանք բոլորը ինչ-որ հեռանկար չունեցող բաներ են, եթե ձեր տրամաբանությունը դատողությունների շարունակեք։ Հեռանկար ասելով ինչ նկատի ունենք, իրականացման հեռանկար բավականին մեծ է այս պայդրությամբ, քանի որ
քանի որ արդեն մենք տեսնում ենք, որ գործընթացը մեկնարկել է։ Բայց նաև բովանդակությունը փորձեն գնահատել հայկական կողմի շահերից, հա։ Այս պայդրությամբ Թուրքիան շատ ակտիվորեն կառուցում է Կարս Իղդիր Նախիջևան երկաթգիծը եւ այսպիսով սա դառնալու է այս փոքրիկ հատվածը դառնալու է ուղղակի Թուրքիա-Ադրբեջանը կապող ուղղակի մի մասը։ Հայաստանի համար դա խնդրահարույց է։ Այն, որ դա իրականացվելու է, դա այսօրվա դրությամբ արդեն բավականին բարձր հավանականություն է, բայց թրիփը այդտեղ միայն անունն է։ Եվ այո, փորձը Ամերիկայի կողմից մի քիչ մեղմացնել Հայաստանի համար հետևանքները, որովհետև մենք հիշում ենք Ադրբեջանը եւ Թուրքիա պատերազմով էին սպառնում Հայաստանին, այս թեմայի կապակցությամբ, միջանցքի կապակցությամբ հիմա ԱՄՆ-ն փորձում է պայմաններ մեղմացնել, բայց նաև հաշվի առնենք, որ Ադրբեջանը եւ Թուրքիան շարունակում են նաև իրենց պայմանները պնդել եւ ինչքանով կստացվի դա էականորեն մեղմացնել եւ այն օրինակ այն տեքստը, որը ներկայացվել է մի քանի շաբաթ առաջ, հա, այդ հայեցակարգը, որը ներկայացվել է, դա կյանքի գործել հենց այս տեսքով, դա ուրիշ հարց է, որովհետեւ այո, դա զգալի մեղմացումն է այն տարբերակի, որը Ադրբեջանն էր պահանջում, բայց եւս մի բան չմոռանանք, դա եղել է ի սկզբանե Ադրբեջանի պահանջը, որ կնքվի խաղաղության պայմանագիրը եւ ստիպված Հայաստանը դա կատարում է, ԱՄՆ-ն ընդամենը մեղմացնում է պայմանները։ Զա այդ մրցանակաբաշխության մասին ինչ կասեք եւ այն որ այդ մրցանակը փաստորեն տրվեց է երկու երկրների ղեկավարներին հաշվի առնելով նաեւ այն գործոնը որ Միացյալ Էմիրությունները այսօր ընդհանուր միջազգային քաղաքական ասպարեզում բավականին դեր ու կշիռ ունեցող պետություն է։ Դե տեսեք, ցանկացած խաղաղության գործընթացը, որը տեղի է ունենում, այդ թվում շատ դեպքերում նույնիսկ ցուցադրական գործընթացը միշտ արժանանում է Նոբելյան մրցանակների։ Մենք Պաղեստինա-Իսրայելյան այդ հակամարտության մեջ բազմաթիվ էլի Նոբելյան մրցանակներ ենք տեսել, բայց ինչով է ավարտվել, մենք հիմա էլ ենք տեսնում։ Այսինքն սա ընդհանրապես այսօրվա դրությամբ, բայց Նոբելյան մրցանակի չարժանացավ Թրամփը։ Թրամփը չարժանացավ, բայց հետո իրան մեկը նվիրել են, դա ֆիզիկապես մրցանակը նվիրել, մեդալը նվիրել են։ Բայց ուզում եմ ասեմ, որ իրականում այս ամեն ինչը ես դիտարկում եմ միայն տեղեկատվական տեսանկյունից, ոչ քաղաքական, տեղեկատվական։ Հասկանալի է, լավ, վենցն է գալու տարածաշրջան, Ադրբեջան եւ Հայաստան, ինչի հետ է կապված այս այցը եւ ինչու է դարձյալ նման այցերի ֆոնին միշտ Ռուսաստանը ակտիվանում մի տեսակ հիստերիկ ակտիվությամբ նաեւ։ Դե ինչ վերաբերվում է Վենսի այցին, ապա պարզ է, որ այս պայդրությամբ քննարկում է այս թրիփ նախագծի մեկնարկը, որի մասին խոսվել է, որ շինարարական աշխատանքները կարող են սկսվել 2026 թվականի երկրորդ կեսից, այսինքն պարզ է, որ Հայաստանում ընտրություններից հետո, եւ շատ կարեւոր է այս համատեքստում, թե ընտրությունների համատեքստում, թե թրիփ նախագծի համատեքստում, որպեսզի այս նախագիծը իրականանա, ԱՄՆ-ի համար շատ կարեւոր է, որովհետեւ այստեղ ոչ միայն դա այդ պայմանների մեղմացումը, որի մասին ես խոսացի, այլ նաեւ շատ երկարատև քաղաքականություն է, որը պետք է կապի Միջին Ասիա Եվրոպայի հետ եւ նաեւ այս հատվածը դիտարկում է որպես կարևոր օղակներից մեկը։ Եվ այսպիսով Վենսը փորձում է այս գործընթացին ոնց որ լրացուցիչ արագություն տալ եւ իր հեղինակությամբ ուժեղացնել դա։ Պարզ է, որ այս գործընթացի կատարումով նաեւ Ռուսաստանի ազդեցությունը էականորեն նվազելու է տարածաշրջանում եւ Ռուսաստանը դժգոհություն է հայտնում, բայց քանի որ ուկրաինական պատերազմը չի ավարտվել, առարկայական այս պայմանությամբ Ռուսաստանը բան չի կարող անել եւ արտահայտում է իր դժգոհությունը բարերով կամ հայտարարություններով։ Նո, օրինական, որ ասում է Ռուսաստանը Հայաստանը չի կորցնելու։ Այդ ով ասել։ Լավրովը։ Դե Վենսի այցի այս ֆոնին, հա, այս իրադարձությունից։ Դե հիմա իր կարծիքն է արտահայտել, չեմ կարող մեկնաբանել։ Դուք որպես քաղաքագետ մեկնաբանելու համար եք Լավրովի կարծիքը։ Տեսեք, Ռուսաստանը համարում է, որ տեսեք, այս կարծիքը, որը արտահայտվել է, որը դուք մեջ բերեցիք, ինքը ունի իր ձևաչափով վերլուծական բնույթ։ Ինքը քաղաքական չէ, Վենեսուելան չեն անելու եւ այլն։ Այդտեղ չի ասում ինչ ենք անելու։ Այդտեղ ասվում է, որ չեն կորցնելու, այսինքն սա վերլուծական եզրակացություն է։ Ես համոզված չեմ, որ այդ եզրակացությունը ճիշտ է, որովհետև ամեն դեպքում քաղաքական գործիչներից ես ակնկալում եմ կոնկրետ քայլեր, այսինքն մենք ինչ ենք անելու, այլ ոչ թե ինչա լինելու, հա։ Այստեղ ես չեմ կարող ասել ինչա լինելու, իսկ ինչ են անելու Ռուսաստանը, ինչ է անելու, դա չի ասվել։
Դե Լավրովը նաև ասում է, որ 102-րդ ռազմական բազան Հայաստանի ապահովությունն է, հա, Հայաստանը ապահովելու ինչ-որ ներխուժումներից, ինչ-որ վտանգներից, սպառնալիքներից, այդ կարծիքին որքանով եք կիսում։ Դե այսպես ասեմ, հա, եթե դիտարկենք Թուրքիան որպես վտանգ, ապա որոշակի չափով, այն չափով, որքանով Ռուսաստանը այդ պահին կհամարի, որ պատրաստ է այդ գործընթացին մասնակցել, դա կարող է պաշտպանել։ Բայց այստեղ կան արդեն մի քանի եթեներ, հա, օրինակ, ինչպիսի մակարդակի կլինեն Հայաստանի Ռուսաստանի հարաբերություններ, ինչպիսի ցանկություն եւ կարողություն Ռուսաստանը կուզենա, որպեսզի այդտեղ ինչ որ մի բան անի։ Բայց ամեն դեպքում զգալիորեն այդ ռազմաբազան իր դերը կատարել է համենայն դեպս 90-ականներին, 2000-ականներին։ Այս պայդրությամբ կարող է դրվել հարցը օրինակ Հայաստանի իշխանության կողմից, որ այս բազան հեռացվի կամ հեռացվի ինչ որ հեռանկարում։ Ինչ է անելու Ռուսաստանը այդ դեպքում, դա մենք այդ հայտարարություններից չիմացանք։ Դրա համար ես կդժվարանամ մեկնաբանել, այսինքն դա էլի ինչ որ վերլուծական կամ գնահատականն է։ Ես չեմ տեսնում այդտեղ քաղաքական հայտարարություն։ Դուք նշեցիք 90-ական, 2000-ականներին, ես այդքան լավ չպատկերացրի ինչ իրադարձությունների ֆոնին նշեցիք, այդ դերի կատարումը։ Բայց ես կուզենայի, չէ, պետք չէ հիշեցնել, ես կուզենայի դուք նշեք 2021-22 թվականներին կոնկրետ այդ կառույցը եւ ընդհանուր իմաստով նաեւ ՀԱՊԿ-ը իր դերը ուներ կատարելու։ Տեսեք, ուրեմն 2021-22 թվականներին Ես ենթադրում եմ, որ շատ կներեք, եթե իր դերը կատարեր 102-րդ ռազմաբազան, մենք մեր տարածքում այսօր ադրբեջանցիներ չպետք է ունենանք։ Մենք չենք խոսում 44-օրյա պատերազմի մասին, խոսում ենք այն իրադարձությունների մասին 21-22 թվականի, որոնք վերաբերում էին բուն Հայաստանի տարածքին։ 102-րդ ռազմաբազան իր լիազորությունը հայ-թուրքական սահմանը հսկել ու պաշտպանել ու նաև հայ-թուրքական սահմանը 102-րդ ռազմաբազան միանշանակ միայն հայ-թուրքական սահմանը եւ հատկապես Գյումրին, որտեղ այն տեղակայված է։ Իսկ ինչ վերաբերվում է մնացած հատվածներին, ապա միանշանակ խնդիրներ եղել են այդում Ռուսաստանի կողմից, որովհետև օրինակ կարող ենք հիշել հայտարարությունը, որ հստակ չէ, թե որտեղ պետք է կանգնեն եւ պաշտպանեն։ Հասկանալի է, թե ինչ ֆոնին է դա արվել, որովհետև Ռուսաստանը ցանկություն ուներ արագացնելու բանակցություններ դելիմիտացիայի վերաբերյալ, որը ելի այդ պայդրությամբ, ինչպես նաև հիմա, ոչ այդքան դրական ընթացք ունեին Հայաստանի համար։ Այսինքն, այստեղ կարիք կա Հայաստանի համար դրական միջնորդ ունենալու, այսինքն բարենպաստ միջնորդ ունենալու։ Տվյալ դեպքում Ռուսաստանը չի միջամտել այս ներխուժման դեպքերին, բայց նաև այն պետք է հաշվի առնել, որ հարաբերությունների մակարդակը չէր թույլ տալիս դա եւ դա միշտ տեղի ունենում որոշակի չէր թույլ տալիս։ Եթե կան պայմանավորվածություններ, կան պայմանագրեր, կա կառույց, որին անդամագրում է Հայաստանը, կա ՀԱՊԿ այդպիսի մեծ հավակնություններով, ծրագրերով, ել ինչը պետք է թույլ տար կամ չտար։ Ցանկացած բան տեղի ունենում, քաղաքացուն բացատրեք։ Շատ լավ, ցանկացած բան տեղի ունենում քաղաքական պայմանավորվածության հիման վրա։ Պայմանագիրը չի ստեղծում ռազմական արձագանքը։ Օրինակ, ՆԱՏՕ-ի համաձայնագիրը, որը կա, այդտեղ 4-5-րդ հոդվածներ կան, այդտեղ որևէ բան չի ենթադրում, որ միանգամից հենց ինչ-որ բան տեղի ունենում արձագանքը ռազմական։ Կարող ենք հիշել միակ դեպքը, կարելի ասել, որտեղ ՀԱՊԿ-ը արձագանքել է, դա 2022 թվականի հունվարին, երբ որ Ղազախստանը դիմեց ՀԱՊԿ-ին խնդրանքով եւ ստեղծվել են քաղաքական պայմաններ, որոնք նպաստել են դրան։ Այսինքն եղել է խնդրանքը եւ կար կարողություն։ Այսինքն պետք է լինի խնդրանքը, պետք է լինի կարողություն։ Երբ որ լինում է դա, եթե մենք վերլուծում ենք, հա, երբ որ լինում է դա, կարող է լինել արձագանք։ Եթե դա չի լինում, ապա արձագանք չի կարող լինել։ Հիմա դա կարելի է քաղաքականացնել, փորձել դա շատ մեծ պատմություն սարքել եւ դրա հիման վրա օրինակ ինչ որ աշխարհակահաղական մանևրներ անել, ինչը որ անում է Հայաստանի ղեկավարությունը եւ դա օգտագործել որպես պատճառ ինչ որ քայլերի համար, իսկ կարելի է ուղղակի տվյալ դեպքում վերլուծել, հասկանալ ինչա տեղի ունեցել, ինչ չի տեղի ունեցել եւ ինչ կարելի է անել, որպեսզի Հայաստանի անվտանգությունը ավելի պաշտպանված լինի։ Լավ, իշխանության մանևրերից խոսեցիք, հիմա անցնենք ընդդիմության։ Այդ տեսեք, այսպեսի միտք կա, որ 85,000 Ռուսաստանից Հայաստանի քաղաքացիներ
ընտրությունների նախորդին ինչ-որ կերպ տրանսպորտային տարբեր միջոցներով տեղափոխվելու են Հայաստան, որպեսզի ակտիվորեն մասնակցեն ընտրություններին, հասկանալի է դա մարդկանց ընտրելու իրավունքն է եւ լիովին այդ ամենը տեղավորվում է այդ տրամաբանության մեջ, բայց հարցը այն է, որ կոնկրետ նպատակահված են գալիս, չէ՞։ Նախ հավատում եք այդ լուրերին, որ այդպիսի գործընթաց հնարավոր է կազմակերպել, ինչ արձագանք դա կունենա Հայաստանում եւ ինչ արդյունք, ինչ հետևանք։ Մի քիչ դժվար եմ պատկերացնում, որովհետեւ այս պահի դրությամբ Զվարթնոց օդանավակայանը ունի մոտավորապես 100%-անոց զբաղվածություն։ Ինչպես Զվարթնոց օդանավակայանը լրացուցիչ 100,000 մարդ խոսքը Զվարթնոց օդանավակայանի մասին չէ, մոտակա տարածաշրջաններից Հայաստանին մոտ հիմնական տեղաշարժը ավտոբուսների, այդ միկրոավտոբուսների միջոցով եւ այդ 85,000-ի գերակշիռ մասն է տեղափոխվելու է ոչ ինքնաթիռներով կամ 1-2 օրում չէ։ Ընտրություններին նախորդող 10-15, չգիտեմ 5 օրերի ընթացքում։ Ուզում եմ ասել, տեխնիկապես դժվար չէ այդ գործընթացը։ Չէ, տեխնիկապես մեքենաներ, ավտոբուսներ, միկրոավտոբուսներ, հազար համոզված եմ, որ շատ դժվար է, որովհետև ես քանի որ միգրացիոն գործընթացին Հայաստանի այդ թվում սահմանահատումների վիճակագրությանը շատ ուշադիր հետևում եմ, նման հոսք ընդհանրապես մենք չենք ունեցել, բացի մի դեպքից, երբ Արցախից մոտավորապես 2 տարի առաջ բռնագաղթ է տեղի ունեցել, երբ որ մոտավորապես 5 օրվա ընթացքում դեպի Հայաստան մտել է 101,600 մարդ, եթե ես չեմ սխալվում։ Եվ դա միակ դեպքն է, որը ինձ հայտնի է, որ այդքան մարդ ֆիզիկապես հատել է սահմանը շատ կարճ ժամանակահատվածում։ Նախ տեխնիկապես դա շատ լուրջ խնդիր է, մանավանդ որ Հայաստանի բնակարանային ֆոնդը խնդիր է։ Okay, դուք չեք համարում, ես համարում եմ։ Ես նշեցի, որ բազմաթիվ տրանսպորտային միջոցներ կան, այդ 80 դուք գնացեք, ճշտեք, թե մեկ օրում Զվարթնոց օդանավականը, ասենք, Ռուսաստանից քանի չվերթ է ունենում։ Այո, հիմա դրան գումարենք 85,000-ը, բայց ստեղ ուրիշ խնդիր կա։ Այս տեղեկատվությունը ակնհայտորեն կեղծ է, ուղղակի աղբյուր չունի, դա ուղղակի դրանից պետք է սկսեիք, որ կեղծ է, ոչ թե տեխնիկապես։ Չէ, ես սիրում եմ մեթոդաբանությունից խոսալ, տեսեք։ Այս տեղեկատվությունը նույն աղբյուրից է, որտեղ 12,000 վագներականը արդեն 3 տարի առաջ Հայաստան եկել են եւ իշխանությունը փոխել են եւ միտված է որպեսզի նախ ռուսաստանցի հայերի նկատմամբ ոնց որ բացասական վերաբերմունք ստեղծի եւ որպեսզի այսպես ասած ստեղծի տպավորությունը, որ ընտրությունները կեղծում են եւ եթե իշխանությունը պարտվի, որ հետո վերագրի, որ ահա ընտրությունները կեղծել են։ Ռուսաստանի հայերին որպես մեկ ամբողջություն եք դիտարկում։ Դա չի վերաբերում բոլոր Ռուսաստանի հայերին։ Ես չեմ դիտարկում, բայց տեսեք, երբ 3 միլիոն հայ կա Ռուսաստանում։ Սա էլ է իրական թիվ չի, որովհետեւ իրականում Ռուսաստանում մոտավորապես 1.5 միլիոն հայ է ապրում Ռուսաստանում, բայց էականը դա չէ։ Եթե օրինակ մարդիկ գալիս են Ես համոզված եմ, որ չի լինելու որևէ զգալի հոսք, որպեսզի գան ընտրություններին, բայց այս տեղեկատվությունը ինքնին, որպեսզի մարդիկ շատ ավելի բացասական վերաբերմունք ցուցաբերեն, միանշանակ միտված է, նույնպես ինչպես բազմաթիվ դեպքերում տարածվել են արցախցիների դեմ տարբեր այսպես ասած հայտարարություններ եւ նման կեղծիքներ եւ սա այս դաշտից է, ես կարծում եմ, որ շատ խորանալու դրա մեջ կարիք չկա։ Լավ, դրա ժամանակ կարծում եմ կգա եւ վերջին հարցը, տեսեք, Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս Դևալը ասել է, որ Թուրքիան աջակցում է Նիկոլ Փաշինյանին եւ որ նա իդեալական գործընկեր է Թուրքիայի համար, հիմա երկու կերպ կարելի է սա մեկնաբանել եւ լավ տեսանկյունից եւ վատ տեսանկյունից ձեր մեկնաբանությունը, որ առհասարակ նաեւ պետք է Թուրքիայի հետ լինել լավ գործընկեր։ Կարելի է Թուրքիայի հետ լավ գործընկեր լինել, բայց շատ կարեւոր է որ հարցերում, հա։ Օրինակ, եթե կառուցում են լավ տնտեսական հարաբերություններ, իրար ոնց որ աջակցություն ենք ցուցաբերում, եթե օրինակ, բայց առաջին հերթին Հայաստանի համար կարևոր է, որ Հայաստանը այդ ամեն ինչից օգուտ ստանա։ Հիմա արդյոք ստանում է, հա, օրինակ Հայաստանը մի քանի անգամ փորձել է Թուրքիային աջակցություն ցուցաբերել, այդ թվում երկրաշարժի ժամանակ, օրինակ 3 տարի առաջ, եւ այլ դրվագներում, որպեսզի բարիդրացիական ֆոնդ ստեղծի։ Ես ճիշտն ասած որևէ նման դեպք պատասխան Թուրքիայի կողմից չեմ տեսել եւ ես կարծում եմ, որ Հայաստանի ղեկավարի վերջին հաշվով ֆունկցիան այն է, որ Հայաստանի բնակչության համար առաջին հերթին եւ առհասարակ Հայաստանի ապագայի համար ստեղծի
լավագույն ապրելու եւ լավագույն շահերը պաշտպանելու պայմանները։ Եթե դա իրականացում է, դա լավ է։ Հիմա Թուրքիայի միջոցով հնարավոր է դա անել թե ոչ։ Տեսականորեն հնարավոր է, գործնականում ես համոզված եմ, որ ոչ։ Ամենայն դեպս, քանի դեռ Թուրքիան չի հրաժարվել պանթուրքիզմից։ Եվ այսպիսով ես կարծում եմ, որ այդ նման որակավորումը բավականին խնդրահարույց է, բայց մենք նման որակավորումը նաև լսել ենք Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանից։ Եվ այսպիսով ես կարծում եմ, որ սա խնդրահարույց է այն առումով, թե ինչու Թուրքիան համարում է Փաշինյանին լավ գործընկեր։ Շնորհակալություն, այսքան արգել է հեռուստատողներ, մեր հյուրն էր Հրանտ Միքայելյանը։